Հիմա ասում են, որ Տավուշի մարզից պետքա տարածքներ զիջվի թշնամուն։ Այդ լինելու դեպքում Ոսկեվանը ինչ որ խնդիրներ ունենում է, Ոսկեվանի տարածքին մոտենում են թուրքերը հավելյալ։ Դե Ոսկեվանը ես կուզեի չառանձնացնենք, հայելի մոտենում են, բայց բոլորն էլ մեր այս ճանապարհները բոլորն էլ ավելի են մոդիկանամ, ավելի է վտանգը շատանամ, այդ ճանապարհը մենակ մեր չի Ոսկեպարին ու Բաղանեսին Գետաշենի։ Այսինքն ընդհանուր այս գյուղերը խնդիր են։ Հարցը Ոսկեվանի Հայաստանի չի, ամբողջ Հայաստանի խնդիրն է։ Հիմա ասենք շեշտում է Ոսկեվան Բաղան ինչ կապ ունի Թուրքիա հետ եկավ սահման մենք գիտենք Թուրքիա հետ ապրելու ձև չկա։ Հա մենք չենք ասում, գիտես մեր խնդիրն է, մենք չենք ասում Թուրքիա հողը մեզ մնա, մեզ պետք չի, բայց մերը թող տան մեզ։ Մեզ մերն է պետք։ Ապրես, մեզ թող մեր հողը մեզ մնա։ Դուք պատկերացրեք ստե երեխան։ Ասենք հա մեր սերունդը կարող է մնա, ասենք մի կերպ, բայց այլության ինչ անի։ Կարաս դու քո երեխին անընդհատ ստրեսի տակ վահես։ Դա ասենք քիչ ռեալ չէ, էլի մոդիկ չէ իրականությանը։ Դե հա։ Եթե Աստված չանի ճանապարհը եթե տվեցին, հույս ունեմ որ չեն տա։ Այն ժամանակ արդեն Ջուջևանից գնալու է Ենոքովան դուրս գա։ Կամ Կիրանց։ Ծրագիրը տենց, այսինքն այս մեր գյուղերը արդեն կտրվում է մայրուղուց։ Հա, հիմնական միջպետական ճանապարհից կտրվում է, դառնա շրջափակում էլի։ Հա, գյուղում շատ մարդ է ապրում։ Հաստատի ապրում են 1320 մարդ։ Այսինքն մոտավոր 270-ի մոտ տնտեսություն։ Ծուղ։